Բարի լույս, բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, այսօր նոյեմբերի 1-ն է, աշնան 3-րդ ամիսն է մեկնարկում եւ մենք կրկին ուղիղ եթերում ենք ողջունելու ձեզ եւ մաղթելու հետաքրքիր ու բովանդակ օր։ Իդեպ նոյեմբերի 1-ը նշվում է որպես բուսակերության եւ բուսակերների միջազգային օր, վեգան տերմինն առաջին անգամ ի հայտ եկավ 20-րդ դարի կեսերին։ Գաղափարի առաջացման պատճառներից մեկն էլ կաթի մատակարարմամբ զբաղվող գործարաններում կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքն էր։ Շարունակելով օրվա թեման, շտապ եմ ներկայացնել արդեն այսօրվա մեր հյուրերին, վերջերս լույս է տեսել Արմեն Նիազյանի «Ծիրանենու գաղտնիքը» երեխաների համար նախատեսված հեքիաթ, որի հիմքում ընտանիքի գաղափարն է։ Մեր տաղավարում է հենց գրքի հեղինակ Արմեն Նիազյանը եւ Բուտուփիկ ընկերության համահիմնադիր Զարա Սարգսյանը։ Բարի լույս ձեզ։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Ես ուզում եմ միանգամից անցնել բուն թեմային, որովհետև ինձ հետաքրքիր այդ ծիրանենու գաղտնիքը, այդ ինչ գաղտնիք է, որ ծիրանենին պահում է եւ մեր երեխաների համար պետք է պատմի։ Եվ դուք հույս ունեք, որ ես հիմա եթերում կասեմ, թե որն է ծիրանենու գաղտնիքը։ Ես հույս ունեմ, որ դուք ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ կտաք, որ ես ինքս էլ չնայած արդեն վաղուց երեխա չեմ, բայց գնամ եւ այդ հեքիաթը կարդամ։ Իրականում, այո, հեքիաթը նախատեսված է ոչ միայն երեխաների համար, այլ նաեւ շատ հստակ պատգամներ ունի մեծահասակների համար։ Ինչու ծիրանենի, որովհետեւ ծիրանենին խորհրդանշում է իր մեջ հայկականություն ունի։ Եվ այս հեքիաթը ոչ միայն ընտանիքի մասին է, ինչպես նշեցիք սկզբում, թե հիմքում ընտանիքի գաղափարն է, այլ նաև շատ հետաքրքիր հայկականության սիմվոլ ունի իր մեջ։ Օրինակ գյուղը, որ գտնվում է Արարատի եւ Արագածի մեջտեղում, ծիրանենին, որ ծիրանենին հայության խորհրդանիշն է, հա։ Իսկ գաղտնիքը այն է, որ բնությունը խոսում է եւ մենք պիտի կարողանանք լսել բնության ձայնը երբեմն։ Հետաքրքիր այո մոտիվներով եք գրել, քանի որ այստեղ է նաև Զարա Սարգսյանը, Բուտուփիկ ընկերության համահիմնադիրը, ես ուզում եմ նաև խոսենք ձեր համագործակցության մասին, ինչպես ստացվեց, որովհետև գիտեմ, որ հենց գրքի գաղափարը կարծեմ առաջարկել եք դուք, Զարա։ Այո, այնպես ստացվեց, որ մեծ Բուտուփիկի համահիմնադիրներին կենտրոնացրեցին մեր ուշադրությունը Հայաստանում ժողովրդագրական խնդրի վրա եւ Բուտուփիկը լինելով մի ընկերություն, որ գործում է նպաստ երեխաների զարգացման եւ ստեղծագործ մտքի եւ երևակայության զարգացման, այդ թեման մեզ շատ կպավ ու ուզում էինք անպայման ստեղծենք մի արտադրանք, որը հենց այդ ընտանեկան երեխաների շատության, երեխաների ավելի հայրենասեր մեծացնելու եւ բնության ավելի մոտ լինելու թեմայի շուրջ եւ փնտրում ենք մեկին, ով որ կլինի թե մեկով ամբողջ այդ գաղափարն ու երևույթը խորությամբ կապրի, համել իր կյանքում էլ դա կիրառի եւ համել իր խոսքը կլինի բավական ազդեցիկ եւ լսելի եւ դիմեցինք խնդրանքով Արմեն Նիազյանին, որպեսզի մեր գաղափարը թղթի վրա գեղեցիկ ձևի ներկայացնի ու դա դարձավ իսկապես մի հատ հետաքրքիր գործ։ Հիշում եմ, աշխատանքային բաների ժամանակ, երբ որ տենց առաջին տարբերակները քննարկում էինք, ասի ոնց որ փոքրիկ իշխանը լինի, սենց մի տեսակ շերտերով գործ է ստացվել, սենց առաջին շերտով հեքիաթը, երկրորդ շերտով ավելի խորը գաղափարներ ու ներքևը դեռ էլի փորելու տեղեր կան ու գանձեր հանելու տեղեր կան։ Քանի որ ձեզ հետ բերել եք նաև գիրքը, կխնդրեմ նաև մեր հեռուստադիտողին ցույց տանք, կարող եք դուք վերցնել եւ ցուցադրել, նաև ընդհանուր կարող ենք գիտեմ, որ որպես այդպիսին սա ձեր առաջին, չէ՞, մանկական գիրքն է, մինչ այդ դուք ավելի այլ ժանրերում եք ստեղծագործել, նաև խոսենք այս մասին, վախենալու չէր մանկական գրականությանը մոտենալ, երբ մինչ այդ լրիվ այլ ժանրերում էիք փորձել։ Տեսեք, վախենալուն այն էր, որ երբ որ ես ինքս գրում եմ, ստեղծագործում եմ, ինձ համար շատ կարևոր է սահմանափակումներ չունենալ եւ ազատ լինել, այսինքն ասել այն ինչ որ դու ես ուզում ասել եւ իմ նախորդ երկու գրքերը բռնիր ձեռքս ես վախենում եմ եւ խավարից այն կողմ իրենք բավականին սիրված եւ տարածված են եւ այս երրորդը այո արդեն երբ որ պետք է կենտրոնանաս մանկական ժանրի վրա մանուկների համար հասկանաս որ լսելիքդ իրենց է պետք հասնել եւ այստեղ շատ մանր նրբություններ կային հոգեբանական պահեր կան երբ որ մենք նաեւ քննարկում ենք հոգեբանի հետ որ այսպիսի արտահայտություններ օրինակ երբեմն միգուցե սխալ ընկալվեն երեխաների համար այս նման մոտեցումները մի փոքր ավելի այո կարող են կաշկանդել ստեղծագործողին բայց ինձ համար մի նոր բան էր սա հա մտածել երեխայի նման իմ երեխաներին հարցնել ինչ-որ բաներ օրինակ ինչպես է կարողացել գտնել ճիշտ ձևը որ երեխաներին հոգեհարազատ լեզվով խոսեք կարծում ստացվել է երևի թե ունենալով նաև ինքս ունենալով նման տարիքի երեխաներ գրքի գաղափարը ինչն է գրքում գաղափարներից մեկը որ յուրաքանչյուր ընտանիք ունենա 3 երեխա
Չի ասվում այդպես, որ պիտի ունենա 3 երեխա, բայց բնականաբար այնտեղ խոսքը գնում է 3-րդ երեխայի մասին արդեն, որը կարծում եմ այսօր կարևոր ազդակ է Հայաստանի Հանրապետության։ Այսինքն ինքը եւ երեխաների համար է, որտեղ տղան գնաց, սկսեց փորել հողը, ծառը սկսեց իր հետ խոսել, ծառը ասեց մի հատ նայ իմ տերևներին, իմ ցոգորներին եւ այլն, բայց դրա հետ միասին նաեւ այո, շատ կարևոր հայրենասիրական եւ ազգային փոքրիկ էլեմենտներ կան թաքնված, որոնք նաեւ մեծերին մտածելու տեղիք կտան, որովհետեւ ինձ համար անձամբ որպես գրող, որպես ստեղծագործող մի կարևոր բան կա, որ գիրքը պիտի խոսի եւ ես այս տարիների ընթացքում տեսել եմ, համոզվել եմ, որ գրականության միջոցով կարելի է հասնել փոփոխության։ Եվ սա էլ ինձ համար այդ տարբերակներից մեկն է։ Գիտենք, որ յուրաքանչյուր սերունդ նախորդից միշտ տարբեր է լինում, բոլոր ժամանակների երեխաներն ավելի նոր ընկալումներով են լինում։ Հետաքրքիր է այս առումով ինչ ուսումնասիրություն, եթե գուցե փոքրիկ կատարել եք, այսօրվա երեխաներին ինչ գրականություն է հետաքրքրում, արդյոք նույնն է ինչ օրինակ, չգիտեմ, 10 տարի առաջ, թե իսկապես միշտ փոխվում են այդ ամենը։ Ինչպես տնտեսագետներն են ասում, միշտ չէ, որ պահանջարկը պետք է ստեղծի առաջարկ, երբեմն առաջարկն է ստեղծում պահանջարկ, ու մեր պես մարդիկ, որոնք ավելի գաղափարի շուրջ են, մենք փորձում ենք նույնիսկ այն ինչ որ երեխաներին այս պահին հաճելի է, մեջը մտցնել մի բան, ինչ որ իսկապես օգտակար է, թե իր համար, հաջորդ տարի, հաջորդ սերունդների համար եւ սերմանել գաղափարներ, որոնք այս պահին ինքը Spider-Man-ից այն կողմ ոչինչ չի տեսնում, բայց պետք է ունենա այն սերմը, որը ծիլա տալու ու բուսնելու է այն պահին, երբ որ պետք լինի։ Ու մենք որպես ավակ սերունդ մեր պարտք ենք համարում այդ սերմերը ցանել բոլոր պատեհ, անպատեհ տեղերում եւ գիրքը, խաղը, բոլոր այդ տեղերը կիրառում ենք, այն որտեղ պատահի մտցնում ենք թե հայրենասիրությունը, թե ճիշտ գաղափարները, թե քրիստոնեական արժեքները, բաներ, որոնք պահել են մեր ազգին ու պահելու են։ Որ տարիքի երեխաները կարող են ընթերցել այս գիրքը, մինչև որ տարիք, չնայած ասացիք, որ մեծահասակները եւս կարող են, բայց գուցե լինի ինչ որ տարիք, որից սկսած արդեն ավելի հասկանալի կլինի նրանց համար ինչ է գրված։ Կարծում եմ 4-5 տարեկանից արդեն երևի թե կարողանան կարդալ եւ հասկանալ։ Իրականում ձեր նախորդ հարցին էլ անդրադառնալով ասեմ, այստեղ շատ կարեւոր է նաեւ ծնողների դերը։ Եվ այստեղ նաեւ մի հորդոր ծնողներին որպես ծնող ինքներդ սիրեք գիրք կարդալ, ընթերցանություն եւ նաեւ դա փոխանցեն երեխաներին, որտեղ մենք երեխաների համար գիտենք ինչն է լավ, ինչն է վատ, թե երեխան լացում է ու անընդհատ քաղցր է ուզում, բնականաբար ծնողը դա չի տալիս, որտեղ գիտի, որ միայն դրանով չի լինի եւ ավելի վատ կլինի երեխայի համար, նույնը սա է։ Երեխան չգիտի, որ գիրք կարդալ ավելի հետաքրքիր, ավելի արդյունավետ, ավելի օգտակար կարող է լինել, քան ինչ-որ թերթելը եւ դրա համար այստեղ նաեւ կարեւոր է ծնողների դերը, որ կարողանան դա փոխանցել երեխաներին։ Ի վերջո երեխաները տեսնում են ծնողները ինչ են անում եւ սիրում են ընդօրինակել, այնպես որ լավագույն օրինակն է գիրք կարդալը, ընդօրինակել սովորեցնելը։ Մի բան էլ ավելացնեմ, որ գրքի մեջ հիմնական հերոսը Ծիրանենուց բացի տղան է, ով ում ընտանիքում երրորդ երեխան է ծնվել, ու քանի որ գաղափարը նրանում է, որ երեխաները շատ պետք է լինեն, մյուս կողմից էլ ընտանիքում միշտ եւս մեկ երեխայի դրդապատճառը միշտ լինում է այդ մեծը, որ ասում է էլի երեխա ենք ուզում, էլի բալիկ ենք ուզում, սրա համար գիրքը ուղղված է թե փոքրերին, ովքեր տենց կլինեն այդ բզողները, այսպես ասած, ընտանիքում եւ ծնողներին, որոնք ավելի բարձր գաղափարներով դրդված կորոշեն մեծացնեն ընտանիքը, որովհետեւ մենք մտածում ենք, եթե ոչ մեր սերունդը, բայց հաջորդ սերնդի համար արդեն ընտանեկան պատկերը չի լինեն դասական հայր, մայր, աղջիկ, տղան, այլ կլինի հայր, մայր եւ ամենակիչը 3 երեխա, որպեսզի մեր ընտանեկան պատկերացումը գաղափարներում, ինչ որ վիզուալ գովազդների մեջ, պատկերների մեջ լինի դա, որ նորմալը այսուհետ 3 եւ ավել երեխաներն են։ Իհարկե, ուզում եմ անպայման նշեմ, որ գաղափարը եւ միտքը դա ամրոց հիմնադրամի կողմից է, որ իրանք սկսել են երեխեքով հարուստ արշավը եւ մենք սիրով ուզեցանք միանանք այս արշավին, այս գրքով։ Դա էի ուզում հարցնել, թե որ պահից ինչու որոշեցիք, որ այդ խնդիրը իսկապես առկա է, ժողովրդագրական հարց կա այստեղ եւ պետք է նաեւ գրքերի միջոցով փորձենք դա լուծել։ Ամրոց հիմնադրամը ինքը գաղափար կրող հիմնադրամ է եւ տարբեր ծրագրեր ունի, թե երեխաների, թե ավելի մեծահասակների, բայց հենց գաղափարի եւ արժեքային համակարգի ձևավորման ուղղությամբ եւ այս արշավը երբ սկսեցին երեխեքով հարուստ,
դիմեցին մեզ եւ մի քանի տարբեր կազմակերպություններ, բանկեր, արտադրողներ միացային այս արշավին եւ մենք էլ որոշեցինք մեր լուման ներդրենք այս գաղափարի մեջ։ Գիրքը փաստորեն նաև շատ այդպես ծավալուն չէ, հեշտ է կարծում եմ ընթերցելը, արագ ավարտելը, կարող են անգամ վեր ընթերցել։ Քնելուց առաջվա։ Ինձ համար որպես ստեղծագործող նաև դա էր մի քիչ դիսկոմֆորտ, երբ որ Որ կարճ է։ պիտի կարճ լինի, այո, չպետք է երկար լինի, բայց կարծում եմ Ինչու դժվար է, որովհետև կարճ գրքում ասել, փոխանցել ասելիքը։ Հա, իրականում մենք նման մի դեպք ունենք, երբ որ մեր գրողներից մեկը մյուսին նամակ է գրում եւ ստացվում է շատ երկար, ասում է կներես ժամանակ չունի ավելի կարճ գրելու։ Բնականաբար կարճ խոսքի մեջ ավելի դժվար է ամփոփել այն ամբողջ միտքը եւ բայց այս թեմայով հատկապես ասելիքը բավականին շատ է։ Եվ իրականում հիմա մտածում եմ, որ կարելի է այսպես անգամ շարք ստեղծել, որոնք ուղղված կլինեն հենց այն արժեքային համակարգին, որը վտանգի տակ է, որը կարող է օրինակ 5 տարի հետո վտանգվել, որտեղ մենք տեսնում ենք այսօր ինչ է կատարվում աշխարհում, եւ քանի որ Հայաստանն էլ ընդօրինակելու, նմանակելու որոշակի տենդենս ունի եւ հիմնականում վատ կողմերը, կարծում եմ նմանատիպ ինչ որ բաներով մենք պիտի կարողանանք նախապես շատ բաների դեմ արդեն իսկ առնել, անգամ գրականության միջոցով։ Իսկ ինչու եք ցանկանում որ ավելի կարճ տարբերակով լինի, որովհետև այսօր նաև ժամանակն է սուղ, երեխաները չեն սիրում շատ։ Չէ, զուտ երեխաների համար նախատեսված գրականությունը պետք է լինի կարճ, խոսքը հասանելի եւ չձանձրացնող։ Ինչ որ բաներ կան, չափանիշներ կան, որոնք մենք հաշվի ենք առել եւ Արմենի համար որպես մեծահասակների գրող, տենց մի քիչ փորձեցինք ուղղություն տալ, որպեսզի երեխաների համար լինի հեշտ դյուրին ըմբռնելի եւ ոչ ձանձրալի։ Մենք բացի այս գրքից ունենք եւս երկու գիրք, որ ստեղծել է Բուտուփիկը, դա Բվիկ Բուի արկածներն են եւ Մրջուն Սեյվիկը, սրանք ավելի փոքրերի համար նախատեսված ու ավելի տենց սերիաներով գրքեր են, իսկ սա ամբողջական է, մի ամբողջ պատմություն մի գրքի մեջ, սրա համար թե ունենք փորձառություն, որ ունենք փոխանցելու Արմենին եւ Արմենը ուներ այն գաղափարական ֆանտաստիկ շղարշը, որով ամփոփեց ամբողջ գաղափարը։ Իսկ ինչը գրավեց Արմեն Նիազյանի մեջ որպես գրող ձեզ, որ քանի որ ինքը մինչ այդ նշեցինք արդեն որ ոչ մանկական գրականություն ուներ, ստեղծագործած եւ որոշեցիք իրեն դիմել։ Արմեն Նիազյանին անձնապես էի ճանաչում եւ գրավեց ոչ թե ինքը որպես գրող հեղինակ, այլ որպես անձը, որը ոչ թե բարձր գաղափարներից խոսում է, այլ բարձր գաղափարներ ապրում է։ Այսօրվա մեր իրականության մեջ շատ կան մարդիկ, որոնք մեծ հրաշալի բաներից են խոսում, բայց գիտես ոնց են ապրում, գիտես ինչ են անում, երբ որ կամերայից դուրս են, երբ որ ստորի չեն նկարում, իսկ Արմենը այն մարդն է, որ ապրում է, ինքը կրում է այդ գաղափարները, ինքը չի հորինում, ինքը պարզապես թղթին է տալիս այն ինչ որ սրտում կա, ու դա մեծ արժեք է, դրա մեջ ամբողջ բառերի մեջ իրօգտագործված հայկական ասած ջիգերը երևում է, ու սա շատ մի ուրիշ ձևի հոգի է տալիս գրքին ու ստեղծագործությանը։ Խոսենք նաև Բուտուփիկ ընկերության մասին, շատ հետաքրքիր անվանում ունի, եկեք բացենք փակագծերը, թե ինչ է նշանակում Բուտուփիկը։ Բուտուփիկը դա մանկական բաժանորդագրության ծառայություն է, ամեն ամիս բալիկները ստանում են մի տուփ ուրախություն, այսինքն առաքանի գալիս է իրանց մոտ, ամեն ամսվա 5-ից 10, տուփի պարունակությունը անակնկալ է, բայց անպայման կան 5 բաղադրիչներ, ստեղծագործ, զարգացնող, սենսորիկ, զվարճալի եւ հավաքածու։ Խաղեր են այսինքն։ Խաղեր են, որոնք թե կզվարճացնեն, թե կզարգացնեն մտային առումով, թե երևակայության առումով, թե ստեղծագործ առումով։ Ինչու Բուտուփիկ, որովհետեւ բուն այն թռչունն է, որ խորհրդանշում է իմաստությունը, ուսումը եւ այլն, եւ տուփիկն էլ, որտեւ տուփիկ է, ու մենք անպայման ուզում ենք, որ անվանման մեջ լինի թռչուն, որովհետև սովորաբար առաքանին թռչունն է բերում, ինչ որ սուրհանդակի տուփը, հա, որպես սուրհանդակ, որպես փոստատար, դրա համար ստացվեց Բուտուփիկ։ Շատ հետաքրքիր է եւ փաստորեն նաեւ բացի այդ ծառայություններից դուք որոշեցիք նաեւ գրքերի հրատարակմամբ զբաղվել եւ արդեն ձեր երրորդ գիրքն է։ Այո։ Այս գիրքը հրատարակիչներ հանդես եկանք, որովհետև ստեղծագործության process-ի մեջ հասկացանք, որ երկուսիս կողմից sense ոնց որ ծնած մի բան է, որը անպայման ուզում ենք երկուսս էլ երեխայի պես փայփայենք։ Մնացած գրքերի հեղինակները ուրիշ տարբեր մարդիկ են, բայց Բուտուփիկի գրքերն են։ Սրանք ձևավորվել են տարիների ընթացքում, որովհետև ինչպես ասեցի, 5-րդ բաղադրիչը դա հավաքածուն է, ու ամեն ամիս փոքրիկ էպիզոդներով երեխաները պատմություն են
ստանում տուփի մեջ եւ տարվա վերջում մենք բոլոր պատմությունները սարքեցինք մեկ գիրք եւ հրատարակեցինք արդեն լայն մասաների համար, ոչ միայն բաժանորդների համար բուտուփիկի։ Հետաքրքիր գաղափար եք ստեղծել այդ բաժանորդագրությունները, բայց կարծում եմ նաեւ ի սկզբանե դժվար է եղել ադապտացնել մարդկանց, որովհետեւ մենք ինչպես ենք սովոր գնալ խանութից խաղալիք գնել կամ երեխայի ցանկացած ինչ-որ մի բան է գնել եւ նախապես այդպես ծնողներին հորդորել, որ իրենք գրանցվեն, բաժանորդագրվեն եւ ամեն ամիս սպասեն այդ տուփիկին, իսկապես դժվար է։ Ինչպես է կարողացել հասնել այդ կետին։ Շուկայում ողողված ձայն հանող, փայլփլուն եւ գունավոր, բայց բովանդակություն չունեցող խաղալիքների շատությունը շատ նեղում էր ինձ ու իմ հիմնադրին Գայանեին Երիցյան, որ մենք ինքներս էլ մայր էինք, որ ուզում ենք, որ երեխան թե ուրախություն ապրի, թե զվարճանքը լինի եւ թե համել մեջը բովանդակություն լինի, զարգացման եւ թե մատորիկայի զարգացման, թե երևակայության, թե ստեղծագործության, սրա համար տուփի մեջ ամփոփեցինք ամենը, որ երբ որ երեխան տուփը ստանա, ինքը օգտվի ամեն ինչից, ամեն ինչ անի եւ տուփը այնքան բազմազան է, որ նույնիսկ դու երեխային չես ճանաչում, երեխան անպայման մեջը իրան դուր եկած բան կգտնի։ Սրա համար մեզանից օգտվում են ենթադրենք արտասահմանում բնակվող բարեկամներ, որոնք ուզում են չգիտեմ թորնիկին նվեր ուղարկեն, բայց չգիտեն ինչ որտեվ չեն ճանաչում։ Բազմաթիվ ծնունդները դասարանի մանկապարտեզի, որտեվ ծնողները մեծ մասամբ չեն հասկանում ում ծնունդի է գնում երեխան, բուտուփիկը միշտ օգնության է հասնում եւ ընդհանրապես շատ կան մարդիկ, որոնք ռեալ չգիտեն երեխաները ինչով են խաղում այդ տարիքում, իսկ բուտուփիկը գիտի։ Եվ իսկապես այդ խաղալիք կոչված շատ բարդ է հասկանալ, ինչպես դուք էլ նշեցիք, կան բազմապիսի խաղալիքներ, բայց մենք չգիտենք դրանք գուցե նաև ունեն վնասակար սովորություն առաջացնող ինչ-որ հատկություններ։ Այս առումով ինչպես եք նաև դուք փորձում որպես օգտակար խաղալիք արտադրող ընկերություն ծնողներին ցույց տալ, թե որն է ճիշտը եւ որը ոչ այնքան օգտակար։ Մեր խաղերի շատ մեծ կտոր, մեր արտադրած խաղերի, սրանք ստեղծագործ հավաքածուներն են եւ մենք համագործակցում ենք ընկերությունների հետ, որոնք ունեն որակավորված սերտիֆիկատ, ենթադրենք դա փայտի արտադրությունն է, դա կավագործ է, կա տպարան է, ընտրում ենք նյութեր եւ ներկեր, որոնք չեն պարունակում թունակ քիմիկատներ։ Չգիտեմ այդ բառը ճիշտ տեղին օգտագործեցի թե չէ։ Հստակ իմանանք, որ պետք է դա տարանջատել, այո։ Եվ վերադառնալով նորից գրքերի թեմային, ուզում եմ նաև լսել ձեզ, Արմեն, ինչպես եք դուք առհասարակ ստեղծագործելիս մոտիվացվում, քանի որ մինչ այս ունեք նշեցիք երկու կարևոր գրքերի վերնագրեր, հատկապես մեկը, որը որ բեսթսելեր է, բռնիր ձեռքս, եթե ճիշտ եմ նշում վերնագիրը, ինչպես եք դուք սովորաբար մոտիվացվում, ինչն է ձեզ մղում գրելու եւ վերցնելու ինչ-որ մի թեմա եւ խորանալու այդ թեմայում։ Տեսեք, ես վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուր ունի առաքելություն այս կյանքում եւ շատ կարեւոր է մենք երբեմն ժամանակ առ ժամանակ հարցնենք ինքներս մեզ, ինչ ենք թողնելու մեզնից հետո, ինչ են իմ մասին խոսելու, ինչ շատ լավ, ես ծնվեցի, ապրում եմ Հայաստանում, այս հասարակության մեջ որն է իմ առաքելությունը։ Ապրել, ուտել, խմել, ինչ որ բանով զբաղվել, վաղը գնալ ու հանգիստ ննջել, թե ունենք ավելի կարեւոր մի բան։ Եվ ինձ համար այդ կարեւոր բանը փոփոխություն բերելն է։ Անկախ նրանից դա կլինի գրքի միջոցով, թե կլինի որևէ սոցիալական արշավով, որևէ հասարակական գործունեությամբ, բայց ինձ մղիչ ուժը դա է փոփոխություն բերել եւ այս տարիների ընթացքում ես տեսել եմ, որ հնարավոր է գրականությամբ փոփոխություն բերել եւ ես կարող եմ ցանկացած մեկին այս պահին մարտահրավեր նետել եւ տասնյակ հարյուրավոր օրինակներ բերել, թե ինչպես կարող է գիրքը փոխել մարդու կյանքը, գրականությունը փոխել մարդու կյանքը եւ այստեղ շատ կարեւոր մի հիշատակում անեմ, երբ որ ինչ որ բան դուրս է գալիս սրտից եւ իր նպատակը կոմերցիան չէ, իր նպատակը գումարը չէ, իր նպատակը ինչ որ բան փոխելն է, ինչ որ լավ ազդեցություն ունենալ է, դա անպայման հաջողում է։ Նույնը բուտուփիկի պարագայում կարելի է, այսինքն իրեն մի բան է դիտարկել նեղ կոմերցիոն պրիզմայի տեսանկյունից, գործ են անում, մարդիկ գումար են աշխատում, հա, նորմալ է, որ մարդիկ գումար են աշխատում, բայց այս գումարը ոչ թե նպատակ է, այլ հետևանք է։ Եվ այստեղ շատ կարևոր է այս արժեքային համակարգ։ Եվ ինձ համար ըստ էության երևի թե ամենամեծ մղիչ ուժը դա է, որ ես տեսնում եմ, թե ինչպես կարող է գրականությունը փոփոխություն բերել։ Մեկ ուրիշ հարց, ինչ գրականություն է, մեծերի համար է, փոքրերի համար է, բացարձակ էական չի։ Դու անում ես մի բան, որի արդյունքում ինչ որ մեկը ժպտալու է, ինչ որ մեկը ինչ որ բան է հասկանալու։ Եվ նմանատիպ պատմություններ ես շատ ունեմ, հատկապես կապված բռնիր ձեռքը, ձեզ վախենում եմ գրքի հետ, թե ինչպես է դա փոխել ուղիղ իմաստով, բառի ամենաուղիղ իմաստով փոխել մարդկանց կյանքը։ Կպատմեք ինչ որ մի փոքրիկ դրվագ։ Հետաքրքրեց։ Տեսեք, օրինակ, Բռնիր ձեռքը ձեզ վախենում եմ գրքի մեջ կա մի պատմվածք, ընդհատված մանկություն, որը վերաբերում է արհեստական ընդհատումներին, աբորտներին։ Եվ ես մի անգամ նամակ ստացա մի կնոջից, ով գրել էր, որ շնորհակալություն եմ հայտնում իմ դեռևս չծնված երեխայի անունից, որովհետև ես կարդալով այս պատմվածքը հրաժարվեցի աբորտ անել։
եւ սրանից ավելի մեծ գնահատական, հա, սա չես կարող չափել ոչ բեսթսելեր տիտղոսներով, ոչ գրքերի վաճառված քանակով, ոչ ինչ-որ բանով։ Մի տղամարդ մի անգամ գրեց, որ այս նամակից երևի թե 2-3 ամիս հետո, որ կարդալով մեկ ուրիշ պատմված Վազգեն պապի թաշկինակը հորը ծերանոցից տարել էր տուն։ Եվ նմանատիպ նամակներ ես բավականին շատ ունեմ ինձ մոտ, հա, եւ սրանից ավելի մեծ մոտիվացիա շարունակելու գրել ինձ թվում է պետք է չի փնտրել։ Այո, դա ամենակարևոր փոփոխությունն է, որին դուք արդեն հասել եք, որի համար իսկապես ձեզ պետք է շատ շնորհակալություն հայտնել, եւ ամփոփելով նաեւ ուզում եմ իմանալ արդյոք կա արդեն նոր գիրք, որի վրա աշխատում եք եւ ինչի մասին է այն լինելու, եթե կարելի է բարձրաձայնել։ Այո, իրականում այս պահին ես 2 գրքերի վրա եմ աշխատում եւ սա այսպես ճողոպրեց ինչ որ կերպով sense, հա, որտեվ ես արդեն երկրորդ տարին է 2 գրքերի վրա աշխատում եմ, մեկը գեղարվեստական է, մյուսը ավելի ուղղված է երիտասարդներին, անձնային աճին եւ դարձյալ մոտիվացիոն գրականություն։ Այդ միտումով, այո, փոփոխություն բերելու մոտիվացիոն, բայց մի փոքր այլ տեսանկյունից, ոչ միայն ուղղակի այսպես, հա, հորդորներ, անպագորգոր խոսքեր, որոնց տակ երբեմն բան չի լինում, այլ ավելի երկրային, ավելի հողոտ, ավելի հայաստանյան Հա, որովհետև երբեմն մեր երիտասարդներին, պատանիներին չես կարող Ամերիկայի օրինակներով շատ զարմացնել, որովհետև իրականում մենք շատ տարբեր հասարակության մեջ ենք ապրում, եւ դրա համար շատ կարեւոր է, որ օրինակները լինեն Հայաստանից, հողեղեն լինեն, ինչպես դուք էլ նշեցիք, եւ այդ 2 գրքերով ես արդեն 2 տարի աշխատում եմ, եւ շատ զարմանալի է նաեւ ինձ ճանաչողների համար, որովհետև այս գրքի մասին ընդհանրապես չէի խոսել ու մեկ էլ մի օր ուղղակի գրառում արեցի, որ իմ 3-րդ գիրքն է եւ բոլորը այդպես նեղացած, զարմացած Բայց այն մյուս 2 գրքերի վրա աշխատում եմ, հույս ունեմ, որ հաջորդ տարում, եթե ոչ 2-ը, գոնե իրենցից մեկը լույս կտեսնի։ Շնորհակալ եմ շատ, մենք կսպասենք ձեր նոր գրքերին, ձեր նոր բաժանորդագրություններին եւ հետաքրքիր բովանդակ զրույց ունեցանք, կարծում եմ օգտակար նաեւ ծնողների եւ երեխաների համար։ Շնորհակալություն ձեզ։ Սիրելի հեռուստադիտող, այս պայն առաջարկում եմ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին, որից հետո կվերադառնանք տաղավար արդեն նոր հյուրերին ծանոթացնելու ձեզ։